Հովհաննես 4 Սամարացի կինը։ Երբ Հիսուս իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ է դարձնում և մկրտում, քան Հովհաննեսը, թեպետև ոչ թե Հիսուս ինքն էր մկրտում, այլ նրա աշակերտները, թողեց Հրեաստան երկիրը և վերստին եկավ Գալիլեա։ Եվ անհրաժեշտ էր, որ նա անցներ Սամարիայով։ Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիվքար, մոտիկ այն գյուղին, որ Հակոբը տվել էր իր որդուն Հովսեփին։ Եվ այնտեղ Հակոբի աղբյուրը կար։ Եվ Հիսուս ճանապարհից հոգնած նստեց աղբյուրի մոտ, կեսօր էր։ Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու։ Հիսուս նրան ասում է. «Ինձ խմելու ջուր տուր», քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպեսզի ուտելիք գնեն։ Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեա ես, ինչպես ինձնից, սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում, որովհետև հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում»։ Հիսուս նրան պատասխանեց և ասաց. «Եթե դու գիտենայիր Աստծու պարգևները, և թե ով է, որ քեզ ասում է. ինձ խմելու ջուր տուր, գուցե ինքդ արդարև նրանից կուզեիր, և նա քեզ կենդանի ջուր կտար»։ Կինը նրան ասաց. «Տեր, սակայն դու դույլ իսկ չունես, և այս ջրհորը խորն է, ուրեմն դու որտեղի՞ց կունենաս կենդանի ջուր։ Մի՞թե դու ավելի մեծ մեկն ես, քան մեր հայրը Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվել է, և ինքն էլ խմել է սրանից, նաև իր որդիներն ու իր հոտերը»։ Հիսուս նրան պատասխանեց և ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի։ Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։ Կինը ասաց նրան. «Տեր, տուր ինձ այդ ջուրը, որպեսզի չծարավեմ և այստեղ չգամ ջուր հանելու»։ Հիսուս նրան ասաց. «Գնա, ամուսնուդ կանչիր և արի այստեղ»։ Կինը պատասխան տվեց նրան և ասաց. «Ամուսին չունեմ»։ Հիսուս նրան ասաց. «Լավ ասացիր, թե ամուսին չունեմ, որովհետև 5 մարդ ես փոխել, և ում հետ որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ, այդ ճիշտ ասացիր»։ Կինը նրան ասաց. «Տեր, ինձ թվում է, թե դու մարգարե ես։ Մեր հայրերը այս լեռան վրա երկրպագություն արեցին, իսկ դուք ասում եք, թե միայն Երուսաղեմն է այն տեղը, ուր արժանի է երկրպագել»։ Հիսուս նրան ասաց. «Ով կին, հավատա ինձ, որ կգա ժամանակը, երբ ոչ այս լեռան վրա և ոչ էլ Երուսաղեմում կերկրպագեն Հորը։ Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է։ Բայց կգա ժամանակը, և արդեն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը հոգով և ճշմարտությամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում։ Հոգի է Աստված, և նրա երկրպագուները պետք է հոգով և ճշմարտությամբ երկրպագեն»։ Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան Քրիստոս կոչվածը կգա, երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի»։ Հիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խոսում եմ քեզ հետ»։ Եվ այդ խոսքի վրա նրա աշակերտները եկան և զարմանում էին, որ նա խոսում էր այդ կնոջ հետ։
բայց նրանցից ոչ ոք չասաց, թե ինչ ես ուզում կամ ինչ ես խոսում նրա հետ։ Կինը թողեց իր սափորը և քաղաք գնաց ու ասաց մարդկանց. «Եկեք տեսեք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ, արդյոք նա է Քրիստոսը»։ Նրանք ելան քաղաքից և գալիս էին նրա մոտ։ Եվ մինչ նրանք դեռ չէին եկել, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի, հաց կեր»։ Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք»։ Աշակերտները իրար մեջ ասում էին. «Արդյոք մեկը դրան ուտելու բան է բերել»։ Հիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։ Չէ՞ որ դուք եք ասում, թե 4 ամիս ևս կա, որ հունձը գա։ Ահա ես ձեզ ասում եմ, բարձրացրեք ձեր աչքերը և տեսեք արտերը, որ սպիտակել են և հասել հնձի համար։ Եվ ով հնձում է, վարձ է ստանում ու հավիտենական կյանքի համար պտուղ է կուտակում, որպեսզի սերմանողն ու հնձողը հավասարապես ցնծան։ Հենց սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե այլ է սերմանողը և այլ հնձողը։ Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրա աշխատանք չէիք թափել։ Ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք։ Եվ սամարացիների այդ քաղաքից շատեր հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի։ Իսկ երբ սամարացիները նրա մոտ եկան, աղաչում էին, որ իրենց մոտ մնա, և նա այնտեղ մնաց 2 օր։ Ուրիշ շատեր էլ նրան հավատացին իր խոսքի համար, և կնոջն ասում էին. «Այսուհետև քո խոսքերի համար չէ, որ հավատում ենք, որովհետև մենք ինքներս լսեցինք նրանից և գիտենք, թե նա է ճշմարտապես Փրկիչն աշխարհի»։ Բարձրաստիճան պաշտոնատարի որդու բժշկումը։ Եվ 2 օր հետո նա ելավ այնտեղից և գնաց Գալիլեա, քանի որ Հիսուս ինքն իսկ վկայել էր, թե մարգարեն իր գավառում պատիվ չունի։ Սակայն, երբ նա Գալիլեա եկավ, գալիլացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք ևս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղեմում տոնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տոնին։ Հիսուս դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել։ Պալատական մի պաշտոնատար կար, որի որդին հիվանդ էր Կափառնայումում։ Երբ նա լսեց, թե Հիսուս Հրեաստանից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և աղաչում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մերձի մահ էր։ Հիսուս նրան ասաց. «Եթե նշաններ և զարմանալի գործեր չտեսնեք, չեք հավատում»։ Պաշտոնատարը նրան ասաց. «Տեր, իջիր, քանի դեռ իմ որդին չի մեռել»։ Հիսուս նրան ասաց. «Գնա, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ Եվ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին և ասացին, թե նրա տղան կենդանի է։ Նա հարցրեց նրանց, թե որ ժամին ապաքինվեց։ Նրան ասացին. 3 ետմիջօրեի ժամը 1-ին ջերմը նրան թողեց։ Հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր, երբ Հիսուս նրան ասաց. «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատաց ինքը ու իր ամբողջ ընտանիքը։ Այս դարձյալ երկրորդ նշանն է, որ արեց Հիսուս Հրեաստանի